Շատ հայկական ընտանիքների նման Չարլզ եւ Զաբել Մելքոնյանների ծնողներն էլ Ամերիկա էին տեղափոխվել Արևմտյան Հայաստանից։ Չարլզը կահույքագործ էր, Զաբելը տեղի կրտսեր դպրոցում ուսուցչուհի։ Մոնթեն Մելքոնյանների ընտանիքի երրորդ երեխան էր։ Նրա մանկությունն անցել է կալիֆոռնիական Վայսելիա գյուղում, շրջապատված բնությամբ, ընտանի կենդանիներով։ Դպրոցական տարիները տիպիկ ամերիկյան էին։ Հանրային դպրոց, սկաուտական ճամբար, բեյսբոլ, կլարնետ։ Հասակակիցները Մոնթեին մեքսիկացու էին նմանեցնում, ու այդ ժամանակներում ամերիկյան հասարակությանը բնորոշ վերաբերմունքի արժանացնում։ Խտրականություն, հասակակիցների ծավալ։ Բայց Մոնթեն իր առաջադիմությամբ եւ հեղինակությամբ բոլորից առաջ անցավ։ Վայելեց ուսուցիչների սերն ու հիացմունքը։ Պատմության ուսուցչուհին հիշում է. նա իմ ամենափայլուն աշակերտներից էր։ Դեռ դպրոցում խոսում էր ճապոներեն ու իսպաներեն։ Մի շնչով կարդում էր Դեկարտ, Ջոն Լոկ ու Թոմաս Հոբս։ Ես փշաքաղվում եմ, երբ մտածում եմ, թե ինչերի կարող էր հասնել։ Պատանի Մոնթեի մասին մայրն օրագրում գրել է. շատ քնքուշ ու սիրող երեխա է, բայց շատ հանդուգն ու ագրեսիվ, երբ նախատում են իրեն։ Ամերիկյան միջավայրում հայկական ընտանիքն այնուամենայնիվ տարբերվում էր։ Մելքոնյանները խիստ ծնողներ էին։ Երեխաներն ապրում էին կանոնակարգված ու պարզ առօրյայով։ Հավանաբար սա էր պատճառը, որ կենցաղային ցանկացած շքեղության հանդեպ Մոնթեն անտարբեր էր։ Նա միշտ ջինսե կարճ տաբատով էր, հասարակ շապիկով ու սանդալներով։ 1970 թվականի գարնանը Մելքոնյանները երկար ճամփորդության մեկնեցին։ Նրանց ընտանեկան արշավը Volkswagen-ի արիվների վրա սկսվեց Եվրոպայից եւ տևեց 15 ամիս։ Այդ ընթացքում եղան 3 մայրցամաքների 41 երկրում։ Երբ Իսպանիայում ուսուցչուհին Մոնթեին հարցրեց նրա ծագման մասին, պատանին վստահ պատասխանեց, որ ամերիկացի է։ Չգիտես ինչ նախախնամությամբ է ուսուցչուհին կասկածում, բայց խնդրում է, որ Մոնթեն ծնողներից մի անգամ էլ ճշտի այդ հարցը։ Այստեղ է առաջին անգամ Մոնթեն իմանում իր հայկական արմատների մասին։ Ամեն ինչ հիմնովին փոխվում է, երբ Մելքոնյանների ընտանիքը որոշում է ճամփորդել Արևմտյան Հայաստան։ Նրանք լինում են մարզվանում, գտնում են Մոնթեի մոր պապական տունը։ Հայրը հիշում է. մենք տանը չէինք խոսում հայկական հարցի ու ցեղասպանության մասին։ Նույնիսկ նրա պապիկները չէին պատմում իրենց ապրածն ու տեսածը, բայց այդ փոփոխությունը կատարվեց Մոնթեի ներսում։ Այդտեղ, Արևմտյան Հայաստանում, 13-ամյա ամերիկացի Մոնթեն վերածնվեց արդեն որպես հայ։ Մոնթեն աշակերտների փոխանակման ծրագրով մեկնում է Ճապոնիա։ 1.5 տարի սովորում է Օսակա քաղաքում։ Այնքան լավ է տիրապետում ճապոներենին, որ տարիներ անց Բեյրութում ճապոներենից ֆրանսերեն